Սաղմոս 25 Ով Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով իմ Աստված, քեզ եմ հուսացած, թող չամաչեմ, թող իմ թշնամիները չուրախանան ինձ վերայ, և ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ, բայց պիտի ամաչեն զուրտեղը անօրենություն գործողները։ Ցույց տուր ինձ, ով Տեր, քո ճանապարհները, սորվեցուր ինձ քո գնալու ճամփաները, առաջնորդիր ինձ քո ճշմարտությունումը և սովորեցրու ինձ, թե դու ես իմ փրկության Աստվածը, քեզ եմ հույսս դրել ամեն օր։ Հիշիր, ով Տեր, քո ողորմությունները ու քո քաղցրությունները, որովհետև նորանք հավիտյան կան։ Մի հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները, այլ քո ողորմության պես հիշիր ինձ քո բարության համար, ով Տեր։ Բարի և ուղիղ է Տերը, սորա համար մեղավորներուն սորվեցնում է ճանապարհը, նա առաջնորդում է հեզահոգիներին իրավունքի մեջ և սորվեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։ Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն, նորա, ուխտն ու վկայությունը պահողների համար։ Ով Տեր, քո անունի համար քավիր իմ անօրենությունը, որ շատ է։ Ով է այն մարդը, որ վախենում է Տերիցը, ահա կսորվեցնե նորան այն ճանապարհը, որ ընտրել է։ Նորա անձը բարության մեջ կբնակվի, և նորա սերունդը երկիրը կժառանգե։ Տիրոջ մտերմությունը նորանց հետ է, որ վախենում են նորանից, և իր ուխտը սովորեցնում է նորանց։ Իմ աչքերը միշտ դեպի Տերն են, որովհետև նա կհանե իմ ոտքերը որոգայթից։ Ինձ մտիկ արա և ողորմիր ինձ, որ մինակ և խեղճ եմ ես, սրտիս նեղությունները շատ են, հանիր ինձ իմ վիշտերից, մտիկ արա իմ խեղճությանը և իմ ցավին և ներիր իմ ամեն մեղքերը, մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են, և անիրավ ատելությունով ատում են ինձ, պահիր իմ անձը և փրկիր ինձ, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ հուսացած, թող անարատությունը ու ուղղությունը պահեն ինձ, որովհետև
քեզ եմ սպասում, ով Աստված, փրկիր Իսրայելին իր ամեն նեղություններից, ամեն